Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Կլաուս Բեքի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ձևավորված ինտենսիվ և արդյունավետ համագործակցությունը որպես գործընկերային կարևոր հիմք ոլորտային բարեփոխումների առաջխաղացման համար։ Արմեն Ղազարյանը անդրադառնալով ոստիկանության և միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին ընդգծել է դրանց կարևորությունը հանցավորության կանխարգելման, օտարերկրացիների նկատմամբ խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների արդյունավետ լուծման տեսանկյունից։ Միգրացիոն ոլորտի բարեփոխումներին անդրադառնալով փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը վերջին տարիներին մշակել է համապարփակ ռազմավարություն, որը ընդգրկում է միգրացիայի կառավարման ոլորտի հարցերը։ Փոխնախարարը խոսել է նաև ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների և համագործակցության ընդլայնման մասին։ Անդրադառնալով թվային գործիքների կիրառման անհրաժեշտությանը նա նշել է, որ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա նախատեսվում է համատեղ մշակած թվային լուծումների, այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված գործիքների ամբողջական ինտեգրումը ներքին գործերի նախարարության առօրյա աշխատանքային պրակտիկայում, մասնավորապես համայնքային ոստիկանության գործունեության շրջանակում։ Անդրադարձ է կատարվել նաև SafeU հավելվածի գործառնությանն առնչվող հարցերին։ Հավելվածը բազմաֆունկցիոնալ հարթակ է միտված ընտանեկան բռնության ենթարկված անձանց անվտանգությունն ապահովելուն, բռնության կանխարգելման մեխանիզմների ուժեղացմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը։ Կլաուս Բեքը բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության համակարգմամբ իրականացվող աշխատանքներն ու այդ նախաձեռնությունները համակարգային ու կայուն դարձնելու ուղղությամբ ներդրված ջանքերը։ Կարևորելով ծրագրերի համապարփակ իրականացումն ու մշտապես նոր գաղափարների ներդրումը, նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Քննարկվել են նաև ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների աշխատակիցների կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։